Հոսանքազրկումներ Ուկրաինայի ամբողջ տարածքում Կիևի վարչակազմն է որոշել էլեկտրաէներգիան ժամանակավորապես անջատել Ուկրաինայի բոլոր քաղաքներում ու մարզերում էներգետիկ համակարգը ռուսական ավիահարվածներից պաշտպանելու համար։ Ըստ ուկրաինական կողմի վաղ առավոտից ռուսների թիրախում Կիևն է եղել։ 600 ԱԹՍ-ով տասնյակ հրթիռներով են ռուսները թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Ըստ նրա էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումները կչեղարկվեն, երբ էլեկտրաէներգետիկ համակարգը կայունանա։ Կիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել մնալ ապաստարաններում, ըստ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռուսական զանգվածային հարվածներից զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում 4 տարեկան մի երեխա։ Զելենսկին պնդում է, որ ռուսական այս հարձակումը լավագույնն է նկարագրում Ռուսաստանի առաջնահերթությունը, քանի որ այն իրականացվել է պատերազմը կանգնեցնելու մասին բանակցությունների թեժ պահին։ Զելենսկին արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Наконец, и западные кураторы Киева Բայց ռուսական կողմն էլ Կիևին է մեղադրում անմարդկային հարվածների համար։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ուկրաինական զորքը գիշերը գրոհել է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները, թիրախավորվել են Ռոստովը, Ստավրոպոլը, Բելգորոդը, Կուրսկը։ Ռուսական հոպը 29 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Ըստ երկրի պաշտպանության նախարարության, ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Պրիլիպկա և Անդրեևկա բնակավայրերը։ Լիլիթ Գասպարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։